Իսրայել-Համաս հրադադարի ազդարարումից ընդամենը 19 օր հետո Գազայի երկնքում նորից ռումբեր են պայթում։ Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազա քաղաքի Բեյթ Լահիայի, Ալ-Բուրեյջի, Նուսեյրաթի եւ Խան Յունիսի տներն ու դպրոցները։ Ըստ Ալ Ջազիրայի ավելի քան 100 մարդ է զոհվել, այդ թվում 35 երեխա։ Թել Ավիվը Համասին մեղադրում է պատանդների մարմինները վերադարձնելու հարցում խաբեության համար։ Համասը մասունքներ է վերադարձրել իսրայելական կողմին, բայց իսրայելցի դատաբժիշկները պնդում են, որ այդ մասունքները չեն պատկանում 13 մահացած պատանդներից որևէ մեկին։ Ըստ Նեթանյահուի գրասենյակի վերադարձվել են 2 տարի առաջ Նովա փառատոնից պատանդարված Օֆիր Յարֆատեի մարմնի մնացորդները։ Նրա մարմնի մեծ մասը գրեթե 2 տարի առաջ էր Համասը հանձնել։ Խաղաղության միջնորդ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի խախտման սեփական վարկածն ունի։ Նրանք սպանեցին իսրայելցի զինվորին, Իսրայելն էլ պատասխանեց, ես կողմ եմ այդ պատասխանին։ Համասը պետք է կամ իրեն լավ պահի, կամ կոչնչացվի։ Համասը հերքում է մեղադրանքները հայտարարելով, որ իրենց մոտ եղած 28 մարմիններից 16-ն արդեն վերադարձրել է։ Սակայն վերջին հրթիռակոծությունների պատճառով չի վերադարձնի խոստացված 17-րդ մարմինը։ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հետ քայլանել իր խաղաղարար առաքելությունից։ Նա պնդում է, թե ոչինչ չի կարող խաթարել իր միջնորդությամբ կնքված հրադադարը։ Ով կարող էր մտածել, որ մենք խաղաղություն կհաստատենք Մերձավոր Արևելքում։ Միջազգային վերլուծական կենտրոններն այդքան վստահ չեն։ Ըստ փորձագետների, համաշխարհային հակամարտությունները չեն կարող լուծվել ինչպես բիզնես վեճերը, մեկ ձեռքսեղմումով։ Զովինար Բարխուդարյան, Աննի Ղանդելյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։